իշխանականները 2008 թվականի մարտի 1-ը չբացահայտեցին, երբ որ գյուլեցին 10 մարդու, հոկտեմբերի 27-ը 1999-ին ավարտվեց ինչ-որ բանով, Նաիրի Ունանյանը դեռևս նստած է, խոսել են իր հետ, խոսացրել են, և Վանո Սիրադեղյանի հայտնի խոսքերը, որ 800 մարդ կգյուլենք, եթե պետք լինի, դա էլ մեր սերունդը չի մոռացել, ոչ մի բան մենք չենք մոռացել, որ 100% էլ հավաքեք մենք ենք մնալու, այդ ամենը, որ 2-3 մարդ կարող է Արցախի հարցով ընդհանրապես կարծիք հայտնել, այս ամենը մենք լսել ենք 1995-96 թվականին։ Խոսենք էլի, բան Խզմալյան, բոլոր հարցերին ասենց հիպոթետիկ ինչ-որ Ես հիպոթետիկ չի, ես փաստեր եմ բերում ձեզ, դուք ասում եք 2 հոգու, ես ասում եմ Վանո Սիրադեղյանը 800 հոգի էր պատրաստվում։ Ինչ կարծիք ունեք դուք այդ մտքի հետ կապված, Վանո Սիրադեղյանը մահացել գնացել է հիմա։ Բայց իր գործը, իր ոճը, իր գաղափարները շարունակվում են։ Ես դա եմ ասում, որ այդ նույն գաղափարները բերել են և 99 թվականի հոկտեմբերի 27-ին և 2008 թվականի և այսօրվա իշխանությունը, որը հիմա բռնվել է այդ 2 հոգի գյուլենք և այլն, չի բացահայտել փաստորեն 2008 թվականի մարտի 1-ի սպանությունները։ Այստեղ հիպոթետիկը ո՞րն է, սա ուղիղ կապ ունի, չէ՞։